չենք ստեղծում 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետությունը արդեն ստեղծվել է։ Վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո իմ զգացողությունը եւ ինքնազգացողությունն էր, որ ես հայտնվել եմ թակարդում։ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Օրինակ, ինչ պետք է էլի մարդիկ արթնանան, օրինակ վաղը անեն, որ խաղաղությունը խնամված լինի։ Անկախությունը էլի դարձավ ոչ թե նպատակ, այլ միջոց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ 4-րդ հանրապետությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ասել եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք։ Մենք արդեն ապրում ենք 4-րդ հանրապետությունում։ Երբ որ ասում եմ պատմական Հայաստան, բա հիմա ինչ անենք։ Քո դասը ո՞րն է։ Երբ որ ասում եմ մի գնացեք իմ ճանապարհով, պետություն ունեք, մի գնացեք էլի։ Այս կոնկրետ իրական Հայաստանի Հանրապետությունը հիմա դուք բոլորովը տանում եք պատմական դարձնելու ճանապարհով։ Ողջույն բարեկամներ, Civic AM-ի եթերում մենք մեկնարկում ենք 4-րդ հանրապետություն ոդքասթը։ Ինչպես գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր 7-րդ համաժողովում 4-րդ հանրապետության հռչակումը հռչակեց որպես ռազմավարական անելիք առաջիկա, եւ այդ կապակցությամբ մենք կարիք համարեցինք քննարկել 4-րդ հանրապետությունը, ինչ ասել է 4-րդ հանրապետություն որպես ռազմավարական անելիք, քաղաքացիական պայմանագրի մեր թիմի գործընկերների հետ եւ նաեւ համախոհների հետ։ Եվ այսպես մեր առաջին հյուրը մեր տաղավարում կլինի քաղաքացիական պայմանագիր վարչության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք լինել մեր առաջին հյուրը։ Եվ սկսենք թերևս քննարկել 4-րդ հանրապետության մասին հիմա շատ հետաքրքիր տարբեր բաներ են ասում եւ նույնիսկ հակասական բաներ են ասում։ Հիմա թերևս լավ ժամանակն է բացել այս խոսակցությունը ավելի մանրամասն, թե մենք ինչ նկատի ունենք, երբ ասում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք գիտենք, որ 3-րդ հանրապետություն որպես այդպեսին ոչ մի փաստաթղթում գրված չէ, մեր պետության անունը Հայաստանի Հանրապետություն է։ Հետևաբար 3-րդ հանրապետություն ասվածը հռչակագրային իմաստ ունի եւ գուցե մեր վերաբերմունքն է այս հանրապետության նկատմամբ։ Նույնը երևի թե պետք է ասել 4-րդ հանրապետության վերաբերյալ։ Ինչ ենք մենք հասկանում, երբ ասում ենք 4-րդ հանրապետություն եւ որն է իր սկզբունքային տարբերությունը 3-րդ հանրապետությունից, թեև դուք դրան անդրադարձել եք, բայց կարծեմ արժի նորից խոսել այս մասին։ Դե տեսեք, դուք խոսում եք նրա մասին, որ 3-րդ հանրապետություն ոչ միտեղ չկա գրած, ես զուգահեռ եթե տանեմ, մարդիկ ասում են, չէ, իմ երկրորդ կյանքը սկսեց կամ երկրորդ կյանք ոչ միտեղ գրած չի, որ ինչ որ մի հատվածում առաջին կյանք կա, հետո երկրորդ կյանքը սկսեց կամ երկրորդ շունչը բացվեց, որ ոչ միտեղ գրված չի, որ այդտեղ ինչ որտեղ առաջին շունչ գոյություն ունի։ Եվ իմ ընկալմամբ ամենաառանցքային տարբերությունները 3-րդ հանրապետության եւ 4-րդ հանրապետության, որը էլի Հայաստանի Հանրապետությունը մնում է Հայաստանի Հանրապետություն, ինչպես մարդը, որը ասում է ինձ համար նոր կյանք կամ երկրորդ կյանք բացվեց կամ նոր շունչ բացվեց, երկրորդ շունչ բացվեց, այսինքն մարդը նույն անձնագրով, անուն ազգանունով մարդն է, բայց նշանակում է նրա կյանքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել բովանդակային, միջավայրային եւ այլն եւ այդպես շարունակ եւ 4-րդ հանրապետությունն էլ է այս տրամաբանությամբ եւ իմ ընկալմամբ ամենակարևոր տարբերությունները, փոփոխությունները հետեւյալն են. 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ 3-րդ հանրապետությունում իրավակարգի օրգանական կապը ժողովրդի հետ այն փաստի բերումով, որ մշտապես առնվազն կասկածի տակ է եղել, թե ինչքանով է գործող սահմանադրությունը ընդունված ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ, 4-րդ հանրապետության համար չափազանց կարևոր է հաստատել օրգանական կապ ժողովրդի եւ իրավակարգի միջեւ, որովհետեւ ժողովուրդը ինքը պետք է հաստատի այն կանոնները, որով ինքը ապրում է
եւ սրանից ինքնաբերաբար բխում է, որ երրորդ հանրապետությունում, եթե ընդհանուրը վերցնենք եւ միջին հանենք, ժողովրդին իշխանությունը ժողովրդին պատկանելը առնվազն հարաբերական է կամ տեսական կամ ձևական, մինչդեռ 4-րդ հանրապետությունում այն պետք է լինի անառարկելի։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ հիմա էլ մենք տեսեք խոսում ենք ընտրակաշառքների եւ այլնի մասին, խոսում ենք, որ մենք ոնց որ թե մեխանիզմներ չունենք ընտրակաշառքի ազդեցության չափերը ստուգելու եւ վերացնելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ասում ենք, որ կառավարող մեծամասնությունը ընտրությունները կեղծելու փորձ անգամ չի անում, բայց դա չի նշանակում, որ մյուսները չեն անում։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք դատավճիռներ ունենք իրավական դե յուրե ուժի մեջ մտած եւ այսօր խորհրդարանում նստած ուժերից մեկի ներկայացուցիչներ դատապարտվել են ընտրակաշառքի, այսինքն ժողովրդի ազատ կամ արտահայտումը թույլ չտալու համար եւ հաջորդ հատկանիշը այն է, որ երրորդ հանրապետությունը հայեցակարգային իմաստով այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստ է հայրենիք երազանքի հայրենիք փնտրելու եւ երազանքի հայրենիքի հետևից գնալու, սա շատ կարեւոր է, հետևից գնալու։ Չորրորդ հանրապետությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք։ Իդեպ 4-րդ հանրապետության վերաբերյալ ԿՊ-ի հռչակագիրը վերաբերվում է 4-րդ հանրապետության հաստատմանը, սա շատ կարեւոր է, ոչ թե հռչակմանը, այլ հաստատմանը, այս կարեւոր նրբություն է, որովհետեւ իրականում սա էլ այն դեպքն է, որ մենք չենք ստեղծում 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետությունը արդեն ստեղծվել է, արդեն իրողություն է եւ 4-րդ հանրապետության հեղինակն էլ էլի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ բայց այնքանով որ ժողովուրդն այո, իմ համոզմունքն է եւ այսինքն դա հիմա համոզմունք չի, դա ապացուցելի փաստ է, որ այսօր մեր կողմից իրականացվող քաղաքականությունների հեղինակը ժողովուրդն է։ Հիմա մենք նույնիսկ կարող եմ ես ասել, երբ է, ինչ փուլերով է 4-րդ հանրապետությունը ստեղծվել, որովհետև 3-րդ հանրապետությունն էլ իր ստեղծման փուլերն ունի, չէ՞, անկախության հռչակագիր, անկախության հարակվե եւ այլն եւ ի վերջո միջազգային ճանաչում։ Իմ կարծիքով 4-րդ հանրապետությունը ստեղծվել է հետեւյալ փուլերով, առաջինը խաղաղության օրակարգի հաստատմամբ, հետո այն հանգամանքի, այն պահին, երբ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ասել եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք եւ ասել եմ նաեւ, որ եթե ժողովուրդը անհամաձայնություն ունի, սրա հետ պետք է Հայաստանում հեղափոխություն տեղի ունենա եւ ի վերջո հաստատվել է 4-րդ հանրապետությունը կայացել է, ստեղծվել է դե ֆակտո խաղաղությամբ, որ գիտեք բավականին երկար ժամանակ գոյություն ուներ եւ ի վերջո նաեւ միջազգային ճանաչումը 4-րդ հանրապետության տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով։ Շատ բաներ ասեցիք, վստահ չեմ թե կհասնենք բոլոր շերտերը այս ընթացքում բացել, այս մի խոսակցության ընթացքում, բայց կարելի է ասել, այս տեսության համաձայն մենք արդեն ապրում ենք ձեր առաջադրած բացվածքի համաձայն, մենք արդեն ապրում ենք 4-րդ հանրապետությունում, որովհետև այնինչ դուք ասեցիք մեծ մասամբ արդեն տեղի է ունեցել եւ ըստ էության միակ բանը, որի հետ դեռևս պետք է հարաբերվենք, այդ իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապն է, որ պետք է նոր ստեղծվի ըստ էության սահմանադրության հաստատմամբ։ Ես սահմանադրություն եմ խնդրում, այդտեղ տեսեք ինչն է նրբությունը, երբ որ մենք հռչակագրի նախագիծը քննարկում էինք, որին դուք եք ներկա եղել, այդ նախագծերում նաև քննարկվել է տարբերակը, որ մենք հիմա հռչակագրում ունենք 4-րդ հանրապետության հաստատումը որպես ռազմավարական նպատակ։
նախագծային քննարկումների ժամանակ կար այդ քննարկումը, թե ինչու ոչ ստեղծումը, ինչու ոչ հռչակումը եւ ինչով ամփոփվեց, որտեղ մենք ասացինք, որ այն արդեն ստեղծված է եւ սահմանադրության հանգամանքը, մյուս հանգամանքները, որ մենք նշում ենք, դրանք կարևոր են հաստատման համար, այսինքն ամրապնդման համար, process-ը իր լրումին հասցնելու համար, բայց մենք այսօր ապրում ենք 4-րդ հանրապետությունում։ Ես կոնֆլիկտի վերաբերյալ կուզենայի մի քիչ խոսակցությունը բացեինք, ըստ էության խաղաղության 4-րդ հանրապետությունը խաղաղության հանրապետություն է լինելու, նախ արձանագրենք, որ այդ տարընթերցումները, տարընկալումները եւ տարամեկնաբանությունները մի կողմ ենք թողնում, որ փաստորեն պետքա նոր պետություն ստեղծվի, այս հինը պետքա ինչ-որ իրավական առումով սա տեղի չի ունենալու եւ բնականաբար մենք հիմա ապրում ենք այս միջավայրում կամ զարգացնում ենք այս միջավայրը, բայց կուզենայի խոսակցություն շարունակել կոնֆլիկտի եւ խաղաղության մասին քննարկումով ինձ համար մի քիչ բարդ է այս մասին խոսելը, որտեղ ես շատ երկար ժամանակ տեսականորեն, գուցե նաև երբեմն գիտականորեն եւ քաղաքականապես փորձել եմ համոզել մարդկանց, որ կոնֆլիկտը եւ անկախությունը պարզապես ժամանակագրորեն են համընկել, ոչ թե միմյանց հետ կապակցված են կամ իրարից բխեցված են, նկատի ունեմ Ղարաբաղյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը ժամանակագրական համընկնում են, ոչ թե միմյանց հետ փոխկապակցված երևույթներ, բայց ես երբ որ դուք այդ ձեր ռիլը արեցիք, որ ասացիք առաջին կետով տարբերությունը հենց այդ էիք նշում, ես հիշեցի, որ մենք մի քաղաքական գործիչ ունենք, որը հարթակից հայտարարեց բառացիորեն հետեւյալ նախադասությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է, որ սպասարկի Ղարաբաղյան կոնֆլիկտը, այլ ֆունկցիա ու նպատակ նա չպիտի ունենա։ Բառացիորեն այս հայտարարությունը արեց ու ես հասկացա, որ իրականում ես ինչքան էլ փորձում եմ ջանում եմ այս մյուս գաղափարի շուրջ համախոհներ գտնել, մարդկանց մեծ մասը այդպիսի զգացողություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ կոնֆլիկտը իրարից անտարանջատելի են, այսինքն մեկը տարանջատես, մյուսը կմեռնի, այս միտքներ, որ ինձ հետևում էր, էլի հետապնդում էր եւ ըստ էության մենք նաեւ կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս գալու այս պնդման հետ, հարաբերվելու ինչ որ ձև ենք գտնում, ինչպես մտնել խաղաղության տրամաբանության մեջ։ Գիտեք, ինչ որ նկարագրում եք այդ շատ տրամաբանական է, սոցիալ հոգեբանական առումով, որովհետեւ հիմա ես նոր մտածում եմ իմ քաղաքական գործունեության մեկնարկի մասին։ Ես ինչքան էլ դա մի քիչ կարող է բան թվալ, տենց մի քիչ սխալ հնչել, ես իմ քաղաքական գործունեությունը, որպես երբ որ ես սկսել եմ հանրային գործունեությամբ զբաղվել, ես 7-րդ կամ 8-րդ դասարանում եմ եղել, եւ դա եղել է Ղարաբաղյան շարժման առիթը։ Այսինքն մենք դասադուլ ենք արել, իմ եւ մեր խմբի կոչով մեր դասընկերները կոմերիտ բնության իրենց տոմսերն են դրել, դա կապված է եղել Ղարաբաղ։ Ես միջև այդ պահը չեմ իմացել ինչա ցույց, ինչա երթ եւ ընդհանրապես բնականաբար շատ բան չենք իմացել։ Եվ այդ վախը իմիջայլոց այդ ընկալումը ես նկատում եմ դա բնական է, որովհետեւ մեր ամբողջ քաղաքական ինքնությունը մեր ընկալմամբ կապված է եղել կոնֆլիկտի հետ։ Այդ որ մարդիկ ասել են առանց Ղարաբաղի չկա Հայաստան, ինչի համար են ասել։ Որովհետև ասել են պատճառահետևանքային ձեր նշած կապերը հասկանալով, որովհետև այո, դուք մի քաղաքական գործի մասին եք ասում, բայց ըստ էության քաղաքական հետազոտությունը ցույց է տալիս, ի վերջո շատ կան, եթե դուք ուսումնասիրեիք երրորդ հանրապետության պատմությունը, որտեղ Ղարաբաղյան շարժման տարբեր թևերը հետագայում իրար նկատմամբ քննադատական վերաբերմունք են ասում, Ղարաբաղյան շարժումը սկսել է Լենին պարտիա Գորբաչով, կարգախոսով եւ հույսը այն է եղել այն տրամաբանությամբ, որ Խորհրդային Միությունը, Կոմկուսը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Հետո երբ որ տեսել են, որ դա տեղի չի ունենում, ասել են մենք այս տրամաբանությունը զարգացել է այնպես, որ
Եթե ուրեմն խորհրդային միությունով չի լինում լուծել հարցը, ուրեմն պետք է գնալ անկախության ճանապարհով, որ այդ հարցը լուծել։ Եվ այն ժամանակ էլ թևեր են եղել, այդ միջև հիմա էլ հիշատակում են, որ մի մաս կառուցությունին, որ ի սկզբանե իրենք ասում են, որ մեր նպատակը պետք է լինի անկախությունը, մյուս մասի համար նպատակը Ղարաբաղն էր, եւ հետո ինչ որ պահի խաչվեց, անկախությունը էլի դարձավ ոչ թե նպատակ, այլ միջոց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այստեղ է որ ես երբ որ մենք խոսում ենք ֆորպոստի տրամաբանության մասին, ֆորպոստի տրամաբանությունը մենք հայ քաղաքական իրականությունը փոթորկվել է, երբ որ ռուսաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյա հայաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ֆորպոստ լինելու մասին։ Իրականությունը շատ ես այդ ժամանակ ակտիվ լրագրող էի, մեծ փոթորիկ եղավ Հայաստանում այդ հայտարարության առիթով։ Բայց հետագայում ես հասկացա, որ իրականում ուրիշները չեն մեր ֆորպոստ սահմանման հեղինակը, մենք ինքներս ենք։ Այսինքն ֆորպոստ ինչ է, հենակետ, այսինքն այո, եւ այդ մնացած տրամաբանության մենք Հայաստանի Հանրապետությունը մեր ընկալմամբ ֆորպոստ է մեր երազած հայրենիքը գտնելու համար, այսինքն մեզ համար բազա է, որպեսզի գտնենք մեր երազած հայրենիքը, բազա է, որտեղ մենք կենտրոնանում ենք մեր երազած հայրենիքը գտնելու համար։ Եվ սա մեր ճիշտ հասկացեք, ես էլի եմ ասում, դուք ասում եք, որ այո կան մարդիկ, ովքեր ես այդպես չեմ մտածել, ես էլ եմ այդպես մտածել, ես ձեր ասածի նման չեմ մտածել, որովհետև ես ինքս Ղարաբաղյան շարժման ծնունդ եմ։ Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չի զբաղվեի, հանրային գործունեությամբ կզբաղվեի, թե չի զբաղվեի։ Եվ շատ կարևոր է այդ տրանսֆորմացիան ի վերջո ես երբ որ տարբեր մարդկանց հետ խոսում եմ, տեսեք ես խոսում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության եւ այլնի մասին, ես ասում եմ ես ուրիշների մասին չեմ խոսում։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես փոփոխությունը ես ուրիշներին չեմ կոչ անում, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ես պատմում եմ իմ ընկալման փոփոխության մասին եւ այդ ընկալումն էլ այդ դավաճանության տրամաբանությունն էլ այդտեղից է գալիս, որ ըստ էության այդ խոսակցությունը իմ մեջ էլ կա, բա մի րոպե, բա դու Ղարաբաղի շարժման ծնունդ ես, հիմա ասում ես Ղարաբաղյան շարժում պետքա տեղի չունենա։ Այո։ Եվ այդ է պատճառը նաև իսկ սա ինչ բացատրություն ունի։ Ինչն է այս բացատրությունը։ Սա ռևոլյուցիոների էվոլյուցիան է։ Այսինքն էվոլյուցիա հայերեն էվոլյուցիա է, ես որպեսզի դրա համար եմ ասում, այսինքն հեղափոխականի էվոլյուցիան է։ Երբ որ դու ի վերջո ու սա շատ իմիջիայլոց էվոլյուցիան ինչ է եւ ինչի մասին է։ Հարմարվողականության միջավայրին։ Չէ, բայց դա ինչի մասին է։ Որ ողջ կենսունակության մասին է, որովհետև այսօր եւ կյանքի պատմությունը ինչ է ցույց տվել։ Եղել են տեսակներ, որոնք կենսաբանության մեջ կյանքի քաղաքականության մեջ չէ, ես էլ քաղաքականության չեմ անդրադառնում։ Եղել են կյանքի տեսակներ, որոնք վերացել են, որովհետև իրենք ի վիճակի չեն եղել էվոլյուցիա ապրել, որովհետև իրենք դա չի նշանակում, որ այսինքն իրենք չեն փոխվել, ապրել են նրանք, ովքեր էվոլյուցիա են ապրել, եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է, եւ իմիջիայլոց եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի սեպտեմբերին 27-ից առաջ սեպտեմբերի եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 8-ին եթե մենք այս էվոլյուցիայի ճանապարհը չանցնենք մենք հիմա պետականություն չենք ունենա այսինքն մենք հիմա եւ ես իմ ելույթում նշեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում էլի զուգահեռը բերելով ես ասացի որ այն ժամանակ ասել եմ որ եթե մի քանի տարի մեր պետականությունը պահպանենք մեր պետականությունը կպահպանենք տասնամյակներով հիմա մենք մեր պետականությունը
տասնամյակների հեռանկար ենք բացել, հարյուրամյակների եւ հարատեվության հեռանկար ենք բացել մեր պետության առաջ, որի միջայլոց 2018 թվականից մեր ռազմավարական թիվ 1 նպատակն է եղել։ Մեր ռազմավարական թիվ 1 նպատակը պետության հարատեվությունը ապահովել։ Ընդ որում 18 թվականին մեր ծրագրում էլ վերափոխման մասին կա, անհատական մակարդակում, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, նաև խրախուսելի է անհատի վերափոխման մասին, այս մասին ձեր խոսելու ընթացքում որ մտածում էի, ուրեմն հանրային կյանքի ուրիշ ոլորտների, ուրիշ իրավիճակների մասին խոսելիս իմ ուսանողներից մեկը մի այսպիսի դիտարկում արեց, ասաց, որ մենք անդադար պահանջում ենք, որ մարդիկ չորեքշաբթի օրը մտածեն նույն բանը, ինչ որ մտածել են երկուշաբթի օրը, առանց հարցնելու, թե ինչա տեղի ունեցել երեքշաբթի։ Այսինքն այս քաղաքական հետևողականությունը պահանջում ենք, ակնկալում ենք, որ միշտ նախորդ ասածը այսօրվա երկուշաբթի օրվա ասածն ու չորեքշաբթին նույնը լինի եւ չենք հետևում, թե ինչ տեղի ունեցավ երեքշաբթի, որ այդ մարդու ասելիքը փոխվեց, ու սա Հայաստանի քաղաքական կյանքի բանն է։ Երևի խնդիրներից է, որ մենք անդադար քաղաքական հետևողականություն ենք փնտրում, բա դու այն ժամանակ sense էիր ասում, հետո նենց ասեցիր։ Միշտ իրականում մենք պետք է հարցնենք, թե քաղաքական երեքշաբթի օրերին ինչ է տեղի ունեցել եւ միգուցե այն պատմություն, որ դուք պատմում էիք սեպտեմբերից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածը այդ երեքշաբթին է այդ իմաստով թե ինչ մեզ հետ տեղի ունեցավ թե ոնց մենք փոխեցինք էլի մեր հայացքը դրա նկատմամբ ու գիտեք ինչ կներեք ես մի քիչ ձեր նշած օրինակը վատը չի բայց ես սովորաբար մեկ ուրիշ օրինակ եմ բերում երբ որ 10-րդ դասարանցում կամ 12-րդ դասարանցում հիշեցնում են թե ինչպես էր ինքը երրորդ դասարանում ոտանավոր արտասանում ինձ միջև հիմա հիշեցնում են չէ ես նկատի ունեմ հասկանում եք այս շատ կարևոր բան է որ իրենք որովհետև եթե դու 7 տարի հետո դեռ շարունակում ես այդ երրորդ դասարանի քո ոտանավոր արտասանես Այս նշանակում է դու ընդհանրապես չես զարգացել։ Այդ բանում Facebook-ում ինչ որ բաներ ա բերում, մեջբերումներ ա բերում, նկարով եւ այլով, որը այս վերջերս դասականներից մեկից մեջբերում բերել էր, ես վստահ չեմ, որ մեջբերումը ճիշտ է։ Հա, բայց ինքը նախադասությունը շատ լավ էր։ Նախադասությունը հնչում էր հետեւյալ կերպ, որ տգետը նա է, ով չի փոխվում։ Այս շատ կարևոր բան է, բայց հիմա փոխվելու տրամաբանությունը ես էլի մի քիչ այլ կերպ եմ նայում մեր այս իրավիճակը տրանսֆորմացիան։ Ես ոչ այնքան խոսում եմ փոփոխության մասին կամ փոփոխություն ես պատկերում եմ էլի նոր կտակարանի արտահայտությամբ, որ ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, որովհետեւ այն ինչ որ մենք հիմա գիտենք Հասկանում եք, դա օբյեկտիվ իրականություն էր նաև 10 տարի առաջ։ Եվ պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Այն ինչ որ մենք այսօր գիտենք, այդ կարող ենք լսում ենք, կարող ենք այդ կար օբյեկտիվ իրականությունը։ Կար նաև բանը, կար նաև 20 տարի առաջ։ Այդ ես օրինակը կարող եմ բերել, ասենք Պլուտոնը ինքը վերջին մի քանի միլիարդ տարին եղել է իր տեղում բայց մարդկությունը այդ ամերիկան հայտնաբերելու պես է էլի հա կամ Միացյալ Նահանգները Ամերիկա մայրցամաքը եղել է իր տեղում հասկանում եք եղել է իր տեղում հայտնաբերեցին վերածննդի շրջանում բայց իրական կար Բայց իրականում կար, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, այդ ամենը կար։ Այդ ամենը 19-ին էլ կար, 18-ին էլ կար, 15-ին էլ կար, 10-ին էլ կար, 2000-ին էլ կար, 95-ին էլ կար։ Ինչի մենք այս ամեն ինչը չենք հասկանում, որովհետև երրորդ դասարանում էինք։ Ու տենց շարունակում ենք երրորդ դասարանում մնալ։ Այստեղ խնդիրը հետևյալն է։
ես աշխարհը շարունակում է ընկալել որպես 7-րդ դասարանցի, որ Ղարաբաղի հարցով ցույց է անում Իջևանում եւ կազմակերպում է կոմերցիոն տոմսերը վայր դնելու կամ կոչ է անում կոմերցիոն տոմսերը վայր դնելու այդ process-ը։ Այսինքն սրա մասին է խոսքը, ինչ ենք ասում, որ սա նաև կյանքի հաղթանակ է, ծնկի գալով մեր զոհված, մեր ընկած եղբայրների հիշատակի առաջ եւ համարելով, որ սա 4-րդ հանրապետությունը մեծագույն հարգանքի տուրքն է նրանց զոհություններին, որովհետեւ այդ թվում նրանց զոհությունները մեզ ստիպեց նայել եւ տեսնել այն, ինչ որ մենք չենք տեսել ցավոք նախորդ շրջանի զոհությունների հետևանքով։ Ահա վարչապետ, դուք մի անգամ ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ դուք Հայաստանի վարչապետ դարձաք հոկտեմբերի 6-ին 22 թվականի։ Ես հիշում եմ դրան նախորդած դեպքերի ժամանակ սեպտեմբերի 14-ին կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ դուք ասացիք, դուք այդ օրը ասացիք, որ պատրաստ եք ստորագրել մի թուղթ, որը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն եւ թվով էլ նշեցիք ու դրանից հետո իհարկե քաղաքացիները ցույց արեցին ազգային ժողովի դիմաց ոչ այնքան բան, բայց էլի ոնց որ ռեակցիա առաջացրեց մարդկանց մոտ դա, ու ես հիշում եմ, որ երբ որ դրանից առաջ խմբակցության նիստի էինք մենք ու քննարկում էինք մոտավորապես այդ հարցը, ու ես հիշում եմ, որ դուք որոշում նման հայտարարություն անելու մինչև վերջի պահ խմբակցության նիստից դուրս գալ չունեիք ու բանավեճ կար դրա շուրջ այդ որոշումով չենք դուրս եկել։ Ես կուզենայի նաև առիթը օգտագործելով փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 20 թվականից հետո մինչև 22 թվականի սեպտեմբերի 14-ը, որտեղ դե Պրահան արձանագրում է էլի մեր սեպտեմբերի 14-ի բանը հայտարարությունը ձեր այդ ուղղակի թղթային արձանագրում է, բայց ինչ-որ բան տեղի է ունեցել։ Ինձ թվում է մենք երևի տրամաբանորեն գիտենք, որ դա ջերմուկի Հայաստանի վրա հարձակումներ, բայց բանի այդ քաղաքական հասունության, քաղաքական շրջափուլերի առումով ինչ տեղի ունեցավ, որ այդ հայտարարությունը ծնվեց, էլի։ Ես դրա մասին եմ պատմել ազգային ժողովին, որովհետև ես ասացի, երբ որ հապկի դիրքորոշումն էր, որ դե սահմանը ոնց որ սահմանազատված, սահմանագծված չի, պարզ չի եւ այլն, իսկ դրանից առաջ ասվում էր, որ Հայաստանի սահմանը հապկի համար կարմիր գիծ է։ Այսինքն եւ այդ խոսակցությունը ինձ չէր կարող չբերել մի հետևության կամ առնվազն հարցադրման, ոնց որ ոնց մի րոպե հապկը փաստորեն հապկի համար այդքան էլ հասկանալի չի, որ նա Հայաստանի Հանրապետությունը եւ հաջորդ փուլին էլի ինքնահայեցումն է գալիս, բայց մի րոպե դու էլ ես հապկի անդամ։ Դու էլ հապկի այդ ժամանակ նախագահողն էիք։ Կարծեմ նախագահող մի րոպե դու հապկի նախագահողն ես։ Բայց դու գիտես, դու ճանաչում ես, այսինքն ասում եմ հապկը ոնց որ չի ճանաչում Հայաստանի, բայց մի րոպե դու Հայաստանի հապկի նախագահողն ես ու Հայաստանի վարչապետ, բայց դու ճանաչում ես։ Ոնց է, որտե՞ղ ես ճանաչում Հայաստանի, որովհետև այդ պահին, միջև այդ պահը, ես Հայաստանի Հանրապետության վարչապետը չէի, ես հայոց վարչապետն էի, հասկանում եք։ Եվ այդ բանը, որ այդ անդադ խոսվում է, այդ դրանից հետո եմ ես ասում, հայոց բանակ, երբ որ ասում ենք ժողովուրդ, հայոց բանակ, այդ ինչ նշանակում։ Այսինքն այդ բանակը նաև ամենայն հարգանքով, ես չեմ ուզում կոնկրետ, միշտ Ուրուգվայի օրինակն եմ բերում, որպես ամենահեռու, բայց հեռուներից նշանավոր հայահոց, այսինքն նաև Ուրուգվայի Ուրուգվայի հայերի բանակն է, ինչ խնդիր է լուծելու բա այդ դիտանկյունից։ Հայոց վարչապետ, երբ որ խոսվում է համազգային դիրքորոշման իղձերի։ Չէ, այո, իղձերի։ Այդ համազգային իղձերը նաև երրորդ հանրապետության հիմնադրման հիմքում են։ Եվ երբ որ դու սկսում ես, այստեղ կարևորն է, ուրիշ կա երկու ռեժիմ, որ դու այդ ամեն ինչին լուրջ չես վերաբերում, ասում ես, հա լավ, մի բան ասել ենք էլի։ Եվ սա մեր իրականության հաջորդ ամենակարևոր առանձնահատկությունն է։ Հա դե լավ դե այդքան, բայց
ես էլի եմ ասում, այդ տեքստերը, այդ նույնը համակարգչային ծրագրի նման է։ Այդ տեքստերը մեր սոֆտերն են կոպիտ ասած, որով մեր մտածողության ձևերը ձևավորվում են։ Լավ համազգային Հայաստանի Հանրապետությունը պետք է համազգային իղձերը իրականացնի։ Եվ հարց է ծագում, ասում ենք, մանավանդ աշխարհակաղակական որոշակի լարվածությունների պայմաններում 10 միլիոն հայեր։ Չէ, նախ էտել է հարց։ Անդադ ասում ենք 10 միլիոն հայ, ով է հաշվի։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, ոնց ենք մենք պատրաստվում մեկտեղել Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իրանի, Իսրայելի, Ռուսաստանի հայերի իղձերը եւ նրանց ակնկալիքներն ու ընկալումները մեկտեղել եւ դրանով ապահովել ինչ որ մի վեկտոր քաղաքական։ Դա կներեք, ես նույնիսկ չեմ ասի, որ դա անհնար է։ Դա քաղաքականապես ոչ հասուն խնդիր է։ Բայց մենք պետք է նաեւ բան անենք, մենք առերեսվենք, որ մենք ես այդ տրամաբանության մեջ եղել եմ, այո։ Ես այդ տրամաբանության մեջ եղել եմ եւ դա այս դեպքում վատ չի։ Այս դեպքում լավ է, որովհետեւ այնպես չի, որ ես կամ մենք կողքից որպես խելոք եկել ենք եւ սկսում ենք ինչ որ բան բացատրել։ Ոչ, ասում ենք մենք միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիներ ենք եւ դա լավ է, որ մենք միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացիներ ենք, որովհետեւ մենք այդ նշանակում է մեր հաղորդակցությունը եւ իրականության հետ է, եւ պատմության հետ է, եւ պետության հետ է, եւ Սփյուռքի հետ է, եւ մենք մեր տեղեկատվությունը բանավոր կամ այդ օրգանական կապով կարող ենք հաղորդակցվել մեր ժողովրդի հետ, ինչն էլ տեղի է ունեցել, ինչն էլ տեղի է ունենում։ Վարչապետ, ես շատ ոնց որ հետաքրքիր բաներ էի մտածել, որ հասցնենք խոսել, բացել այդ թեմաները, ակնհայտորեն չենք հասցնելու, բայց կուզեի մի երկու բանի մասին էլ խոսենք։ Մեր նախընթաց շրջանի մասին, որ խոսում ենք, մասնավորապես ձեր նախընթաց շրջանի մասին, մեր քաղաքական թիմի մինչև 2020 թվականի կեցվածքի մասին, իհարկե քննադատությունը ամենից շատ հնչում է բանի ուղղությամբ, թե ինչ առավելապաշտական հայտարարություններ են եղել, բայց ես հիշում եմ մի քանի դրվագ, որոնք ինձ շատ հետ եմ գնում անդադ այդ պատմությունները, հիշում եմ ու ուզում եմ հասկանալ ինչի մասին էր այդ պատմությունները։ Մեկը այն, որ դուք դիմեցիք Հայաստանի Հանրապետության պայմանական քաղաքացի Վազգենին եւ Ադրբեջանի պայմանական քաղաքացի Ալիին եւ ասեցիք խոսեք իրար հետ YouTube-ի ալիքներում հայհոյելուց բացի, այսինքն սա ինչ որ առաջարկ էր խոսակցության մարդկանց, սովորական մարդկանց։ Մի բանը, որ էլի հետ եմ գնում ու ուզում եմ հասկանալ, բա դա ինչ էր, եթե ոչ այն մյուս ձևը, ոչ չկոնֆլիկտի ձևը, դա իհարկե Տիկին Հակոբյանն նախաձեռնած կանայք խաղաղության շարժումներ, որին 600 հոգի միացավ Հայաստանում, ինչ նշանակում է, որ համախոհություն այդ պահին այդ օրակարգի շուրջ այսքաններ եւ մեկն էլ իհարկե որ դուք հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ասել եք, որ Պարզի հանրության դիրքորոշումը կոնֆլիկտի լուծման վերաբերյալ դիրքորոշումը չի, ասել որպես հանրային խորհուրդը կառավարության խորհրդատվական մարմին է, ես ասել էի խորհուրդ տվեք ոնց լուծենք Ղարաբաղի հարցը, ինչ անենք Ղարաբաղի հարցը։ Այդ ամեն ինչ որ դուք նկարագրում եք, դա էլ Արցախը, Հայաստանը եւ վերջն էլ դա փնտրտուք է։ Դա փնտրտուք է այն ըմբռնման, որ ես մեր թիմակիցների հետ կիսվել եմ, ասել եմ ես վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո իմ զգացողությունը եւ ինքնազգացողությունն էր, որ ես հայտնվել եմ թակարդում։ Դա փնտրտուք, դա ընդհանրապես փնտրտուք է թակարդից դուրս պրծնելու։ Շատ բարձ եւ կոնկրետ բացատրում։ Եթե որը ավելի մեծ ընկալում կգտնի, չէ, ընկալման մեջ չի։ Իրոք, որովհետեւ այդ նույն խոսակցությունը ինչի չստացվեց, որ ես ասում եի խոսեք, որովհետեւ շատ կարևոր է ինչ հենքի վրա խոսեն։ Եթե մի կողմը պետք է ասի Ղարաբաղը մերն է, մյուս կողմը պետք է ասի Ղարաբաղը մերն է, այդ խոսակցությունը տևելու է շատ կարճ եւ սովորաբար տևում է շատ կարճ։ Երբ որ այսինքն սկզբունքը
հայտնի չի թե ինչա դրած այդ։ Տեսեք, մեր իրականության մեջ հիմա միջազգայինից ազգամիջանից տեղափոխվենք մեր ներքին խնդիրներ, չէ՞։ Շատ են խոսում ազգային միասնության մասին։ Ազգային միասնություն ինչի շուրջ, ինչի մասին։ Մենք հենց իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ 4-րդ հանրապետությունը հենց ազգային միասնության մասին է, Հայաստանի հանրապետությունում եւ ինչի շուրջ, ինչի պետք է հենց Հայաստանի հանրապետությունում առանցքում ունենալով պետությունը, որը էլի եւ նպատակա եւ միջոց, նպատակա որ ինքը որպես նպատակա իր հարատևությունը եւ միջոցա, որ ինքը ոչ թե ֆորպոստ է նոր հայրենիք գտնելու համար կամ ավելի լավ հայրենիք կամ երազանքի հայրենիք գտնելու համար, այլ հենց երազանքի հայրենիքն է, որի նպատակը ինքը միջոցա սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը ապահովելու համար։ Նախկինում էսպես չէր տրամաբանությունը։ Նախկինում առաջին հերթին ամեն ինչ Ղարաբաղի համար էր, ամեն ինչ, մենք էլ ենք գործել տենց։ Ես հպարտությամբ ինչքան էի ասում, Ղարաբաղի ֆինանսավորումը այսքան ավելացրինք, այնքան ավելացրինք, թոշակը այնքան ավելացրինք, այս այնքան ավելացրինք, մեկը ասում ենք, 4-ն էլ չենք ասում։ Բայց մենք մեզ հարց չենք տալիս, լավ էս ինչ ենք անում, բայց Հա, իրականում այդ երրորդ հանրապետության գաղափարական հիմքերի մասին այս պատմությունը, էլի այդ որ պատմեցիք, որ մենք մեզ հարց չենք տալիս, դե մեր ոնց որ ամբողջ շարժումը ըստ էության այն առաջի հարցից պատասխանի որոնումն է, որ իսկապես միգուցե այդ ճիշտ է ասված, ես պետք է այդ դրամը։ Չէ, այստեղ կարևոր է արձանագրել մեր լիարժեք հավատարմությունը եւ նվիրվածությունը երրորդ հանրապետությանը եւ նրա գաղափարներին։ Այս շատ կարևոր է, որտեղ մեզ ինչի հենց այդ հավատարմությունն է մեզ բերել, որտեվ եթե մենք վերաբերվեինք այնց որ դե հա լավ դե մի բառ ասածա լավ այդ լուրջ է վերաբերվում, ոչ դրան լուրջ վերաբերվելու արդյունքում է կռիվ ենք արել դրա շուրջ։ Այո, հաջորդը որ ասում են այս մեր պատմությունը ուզում եմ մոռանալ, ոչ, մեր պատմությանը հավատարմության արդյունք է այս ամեն ինչը, որ մեր պատմությունն ասում է լավ ի վերջո կարաք չկրկնեք։ Ես այդ անընդհատ ասում եմ, այո, իմիջայլոց, ես այն ժամանակ չգիտեի էլ ինչ եմ, հա պատմության գիրքա կարդում ես, ինչ ես, բանը նկարում գցում Facebook, էս անում, են անում, շուտ ենթագիտակցություն էր աշխատում։ Հիմա ով որ հետադարձ նայի, կտեսնի, որ այս ամբողջ գաղափարախոսությունը ձևավորվել այն շրջանում, երբ որ ես սկսեցի կարդալ, վերընթերցել այդ գիրքը, չէ, այսինքն ակադեմիական հրատարակությունը հայ ժողովրդի պատմության եւ նկարում գցում է հիմա հետադարձ ամբողջ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայ ժողովրդի պատմության ընթերցման եւ վերընթերցման արդյունք է։ Հայ ժողովրդի պատմությունն է, ես միշտ օրինակն եմ բերում, ասում եմ գիրքը որ կարդում ես, ես տենց եմ կարդում, ցանկացած գիրք, գրքի հետ երկխոսության մեջ ես չեմ մտնում։ Պատմության գիրքն է կարդում ես ու կա չէ որ պատմության դասերը մանավանդ այդ բաներից հետո մենք որ այդ աղետներով անցնում ես, ասում ես մի հատ նայեմ ես պատմության դասերը, որ էջում են գրած, ասում ես պատմություն ուր է քո դասը, բա որն է քո դասը, ասում եմ մի գնա, մի կրկնի ինձ, կարաք չկրկնենք, հերիք է, մեր ժողովրդի պատմության այդ ցիկլիկությունը ընդհանրապես խելագարվելու բան է, անընդհատ նույնը, ասում եմ կարաք, կարդաք, սովորեք։ Եվ իմիջիալոց մենք կրկնում ենք, որ պատմության կենացը խմում ենք, բայց պատմությունը գիտենք մենակ կենացի մակարդակի, մենք մեր ժողովրդի պատմությունը չգիտենք։ Ասում եմ պատմական Հայաստանի հետ իմ երկխոսության արդյունքը իրական Հայաստանը, երբ որ ասում եմ պատմական Հայաստան, բա հիմա ինչ անենք, քո դասը ո՞րն է։ Երբ որ ասում եմ մի գնացեք իմ ճանապարհով, պետություն ունեք, մի գնացեք էլի Այս կոնկրետ իրական Հայաստանի Հանրապետությունը հիմա դուք բոլորովը տանում եք պատմական դարձնելու ճանապարհով։ Մի բերեք այս Հայաստանը միացրեք ինձ։ Պատմական Հայաստանն է ասում։ Այլ կենտրոնացեք այդ պետության շահերի վրա։ Երջանիկ զգացեք ձեզ։ Ոչ թե դժբախտ նայելով որ վայ ես ա մեր հայրենի, էսա այսքանն է, ես մի քիչ էլ որ բան եմ մնում, շատ կրկոտ եմ մնում, ասում եմ մենք նայում ենք մեր երկինը, ասում ենք արա էս ինչ է, արա էսա Այս հայրենիք է, այս հայրենիքի թերմած քարը, հայրենիք չէ։
ասում եք հայրենիքը մի եղեք ման այդքան պատմության առաջ էլ երախտամոռ մի եղեք, որովհետև պատմությունը ասեն երջանկություն է տվել։ Իսկ դուք գնացել փնտրում եք երջանկություն։ Սա մեր երազանքների Հայաստանն է եւ այս Հայաստանի Հանրապետությունը մեզ հնարավորություն է տալիս մեր բոլոր երազանքները կյանքի կոչել, եթե մեր երազանքները պետական են։ Եթե մեր երազանքը մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը, մեր սերունդների երջանկությունը եւ մեր պետության հարատեվությունը ապահովելն է։ Այս արծվաշենը ստեղծան կարևոր է։ Կարելի է ասել, որ պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոնց որ իրարից ծնունդ առած են, էլի, օրգանապես իրար կապված են։ Իրականն է պատմականից։ Պատմական Հայաստանը իրական Հայաստանի ծնողն է։ Ծնողն է, հայ։ Պատմական Հայաստանը այդտեղ բանի գենդերային ընկալումը նայած ոնց կլինի, էլի։ Պատմական Հայաստանը իրական Հայաստանի հայրն է, այս հայ ժողովրդի պատմություն իրական Հայաստանի մայրն է։ Կամ էլ հակառակը, այդտեղ չստացվի որ պատմական Հայաստանը եւ հայ ժողովրդի պատմությունը իրական Հայաստանի ծնողներն են։ Պարոն վարչապետ, եւ վերջում իհարկե Հայաստանի Հանրապետությունում հիմա շատ այս կոնֆլիկտի հետևանքով դժուժած մարդիկ կան, իրանց անմիջապես իրանց վրա կրած, երևի ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը հոգեբանորեն, բայց կան կոնկրետ մարդիկ, ովքեր ընտանիքի անդամներ են կորցրել, մարմնի մաս, տեղահանվել են ու իրանք հիմա եկել են կանգնել են այս ոնց որ երրորդ հանրապետություն, չորրորդ հանրապետության անցման գծին եւ իրանք են նաև ստեղծողը այդ ճանապարհի միջով ամենադաժան անցնողը ինչ քաղաքական առաջարկ ունի չորրորդ հանրապետությունը այս մարդկանց ինչ ասելիք ունի իրական Հայաստանը այս մարդկանց ու ինչ նաև որպես վարչապետ իրանց ասեիք այս քաղաքական օրակարգի հետ մեզ հետ այդ ճանապարհը անցնելու համար դուք ասում եք որ խաղաղություն պետք է ամեն օր խնամել եւ դա իմ ու ձեր գործը չի օրինակ այդ մարդիկ նաեւ այդ թվում բայց իհարկե նաեւ սովորական Հայաստանի քաղաքացիները չէ նկատի ունեմ միայն չէ ամեն մեկը պետք է ինչ որ բան անի օրինակ ինչ պետք է էլի մարդիկ արթնանան օրինակ վաղը անեն որ խաղաղությունը խնամված լինի Առաջինը իհարկե կառավարությունը մենք տարբեր ծրագրեր ենք անում որոնք ես չեմ համարում որ բոլոր հարցերը լուծում են Եվ երբեք էլ այդպիսի ծրագրեր չեն լինելու, բայց հիմնական շատ կարևոր է կենտրոնանալ հայեցակարգի վրա։ Նախ ես խոսել եմ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին եւ մեր քաղաքականություն դրա մասին է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, տնավորվել Հայաստանում եւ իրենց սերունդների ապագան կապել Հայաստանի Հանրապետության հետ։ Այո, իրանք նաև իրանք էլ են համահեղինակը իրական Հայաստանի։ Իրանք էլ են համահեղինակը։ Եվ իրանք հետ տեղի ունեցածն էլ իրական Հայաստանի առերեսման այդ պատմությունների շատ անբաժանելի եւ կարեւոր մասն է։ Ինչ վերաբերում է պատերազմի հաշմանդամություն ունեցող մեր եղբայրներին եւ քույրերին իհարկե այդտեղ տարբեր ծրագրեր արվում են, բայց անհատի մակարդակով ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է էլի անհատական ջանքը շատ էական է մեր ռազմավարությունն է որ մենք կարողանանք մարդկանց այնպիսի հմտություններ եւ հնարավորություններ ստեղծել որ իրանք կարողանան աշխատել արժանապատիվ աշխատանքով իրենց բարեկեցությունը կառուցեն։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր դեպքերում դա հնարավոր, բայց էլի ես միշտ բերում եմ 20-21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի Սթիվեն Հոքինգի օրինակը, ով իր կյանքի 70%-ը սայլակին գանված է եղել, ոչ կարողացել է խոսել, ոչ կարողացել է շարժվել։ Բայց ինքը սայլակի մեջ նստած դարձել է 20-րդ դարի 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը եւ մեր ռազմավարությունն է նա որ եւ հավատը եւ համոզմունքը որ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է եւ մեր ռազմավարություններն այն է որ մենք մարդու տաղանդը բացահայտենք երկրորդը զարգացնենք որ ինքը կարողանա իր տաղանդի մեջ լինել երջանիկ։
Այս իրականներ մեծ բան երախտագիտության զգացում ունեն, որ մեզ հետ հավասար այդ ճանապարհը անցնում են ու ոնց որ իրանց առանձին հանդիպելիս էլ զգում եմ թե ինչպես են իրանք մեզ հետ այդ ճանապարհին նաև իրական Հայաստանի քննարկումների ժամանակ, բայց պարոն վարչապետ մեզ հուշում եմ որ մեր ժամանակը վերջացավ, չնայած ես էլի հետաքրքիր բաներ կան որ կուզեի իմանալ ձեր մոտեցումների, նաև ձեր պատմությունը այդ ճանապարհը անցնելու, որտեղ այդ ճանապարհը կարծես թե բոլորը ամեն մեկը իր այդ ճանապարհը առանձին անցել է ու ես քաղաքացիների հետ հանդիպել եմ ովքեր պատմել իրենց սեփական փորձառությունը այդ պատմականից դեպի իրական Հայաստան անցնելիս հույս ունեմ որ առիթ կունենանք այս խոսակցությունը շարունակելու շնորհակալություն ձեզ մեր տաղավարում հյուրընկալվելու համար ցտեսություն